Ես կցանկանայի կարդալ Մատթեոս 24-րդ գլխի 36-ից 39-րդ խոսքերը։ Մատթեոս 24-ը որպես ուղերձին հավատացողներ մենք գիտենք, որ դա 7 կնիքներն են։ Մատթեոս 24-ը կնիքներն են խոսքի տեսքով։ Եվ շատ կարևոր է, որ մենք կարող ենք նայել Սուրբ գրքի մեջ, չէ՞ որ եթե դուք անցնեք 6-րդ կնիքին, դուք գիտեք, որ եղբայր Բրանհամը մեզ սովորեցրել է, որ կնիքներն այնտեղ են Մատթեոս 24-ում։ Եվ դա այնպիսի մեծ հայտնություն էր իմանալ, որ կնիքները հայտնության գրքում են, դրանք կան Մատթեոս 24-ում, դրանք կան Ծննդոցում, եւ դուք կարող եք գտնել այս բաները Աստվածաշնչում, տարբեր տեղերում, եւ ամեն անգամ դուք դա տեսնում եք մեկ այլ տեսանկյունից, եւ դա էլ ավելի է պարզաբանում խոսքը, չէ՞ որ Աստծո ողջ խոսքը, որը բխում է Աստծուց, որը բացահայտում է այդ միակ Աստծուն, այն պարզապես մեզ բոլորիս համար պարզեցնում է Աստծո կամքի պատկերը։ Մատթեոս 24, 36-ից 39-րդ խոսքերը գիտեք։ 1-ից 3-րդ խոսքերում Հիսուսը Ձիթենյաց լեռան վրա էր, նա նստած էր այնտեղ, եւ այստեղ ասվում է, եւ երբ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան նրան եւ ասացին. «Ասա մեզ, երբ է լինելու այդ եւ որն է քո գալստյան ու աշխարհի վախճանի նշանը»։ Նրանք ունեին այս 3 հարցերը, որովհետև Հիսուսը խոսել էր նրանց հետ ավելի վաղ այդ օրը, երբ նրանք միասին Երուսաղեմում էին։ Նրանք հիանում էին տաճարով, եւ այն այնքան գեղեցիկ էր։ Եվ երբ նրանք նայում էին դրան, Հիսուսն ասաց նրանց. «Այստեղ քար քարի վրա չի մնա»։ Եվ դա ապշեցրեց նրանց։ Եվ դա մեծ ազդեցություն թողեց նրանց վրա։ Եվ այսպես, այն բանից հետո, երբ նա դուրս եկավ Երուսաղեմից, անցավ Կեդրոնի հեղեղատը եւ բարձրացավ Ձիթենյաց լեռը եւ նստեց այնտեղ, նրանք մոտեցան նրան եւ տվեցին նրան այս 3 հարցերը։ Եվ նա սկսեց պատասխանել այս 3 հարցերին։ Առաջինը տաճարի քարերի մասին էր, երկրորդը երբ կլինի քո գալստյան նշանը, եւ վերջինը աշխարհի վախճանի մասին։ Եվ այսպես, հիմա մենք կարդում ենք Մատթեոս 24-ի 32-րդ խոսքից. «Ես պարզապես ցույց տվեցի ձեզ նախապատմությունը, որպեսզի օգնեմ ձեզանից ոմանց, եթե ծանոթ չեք այն ամենին, ինչ գրված է Մատթեոս 24-ում, որտեղ ես ուզում էի, որ այս փոքրիկ զրույցները պարզ լինեն այն պահերին, որտեղ ես հնարավորություն կունենամ պարզաբանելու որոշ բաներ երեխաների ավելի երիտասարդ սերնդի համար, որովհետև ես գիտեմ, որ դուք նստած եք ձեր տներում եւ դուք այնտեղ նստած դիտում եք ծառայությունը եւ ես չեմ ուզում, որ դուք ես գիտեմ, որ դուք սիրտ ունեք, դուք աղոթում եք, Տեր, դարձու սա իրական ինձ համար, բայց ես ուզում եմ, որ այս անգամ Աստված ձեզ հայտնություն տա։ Պարտադիր չէ լինել որոշակի տարիքում հայտնություն ստանալու համար։ Սամուելը փոքրիկ տղա էր, եւ Աստված հայտնեց նրան, թե ինչ պետք է ասել մարգարեություն, որն իրականացավ Հեղի քահանայի վրա։ Մենք գիտենք, որ Հովսեփը երիտասարդ տղա էր, եւ տեսեք, թե Աստված ինչ հայտնեց նրան։ Նա երազներում այնքան բան տեսավ եւ այլն։ Եվ Դանիելը եւ Սեդրաքը, Միսակն ու Աբեդնագովը երիտասարդներ, նրանք հայտնություն ստացան։ Նա կրկնությամբ տեսավ թագավորի երազը, Դանիելը տեսավ այն կրկնությամբ եւ մեկնաբանեց նրան, եւ այսպես Աստված հայտնություն է տալիս, եւ այս Աստվածը նույնն է, այս Աստվածը նույն Աստվածն է, եւ նա ուզում է յուրաքանչյուրիս հայտնություն տալ։
Չէ որ որքան էլ բարդ թվա երբեմն Աստծո խոսքը, ինչպես ծննդոցում կամ հայտնությունում, կամ առակներում, կամ Աստվածաշնչի տարբեր տեղերում, Եզեկիելի մեջ, գիտեք, Աստված կարող է ձեզ համար պարզեցնել այն, ինչ բարդ է թվում։ Իսկ ձեզ ընդամենը պետք է սրտում աղոթելով ասել. Տեր բացահայտիր ինձ Սուրբ Գիրքը, բացիր իմ հասկացողությունը, թող ճշմարտության հոգին, չէ որ ձեր մտքով դուք սա չեք հասկանա, ոչ, ճշմարտության հոգին կգա ձեզ մոտ եւ կառաջնորդի ձեզ եւ կուղղորդի ձեզ դեպի ամեն ճշմարտություն եւ կհիշեցնի ձեզ այն, ինչ նա ասել է եւ կսովորեցնի ձեզ ամեն ինչ եւ ապագան ցույց կտա ձեզ, այսինքն մարգարեությունը, ապագա իրադարձությունները, հետեւաբար հենց այդպես էլ կա, հենց Աստծո հոգին է գալիս եւ սովորեցնում, հենց նա, Հիսուսն ասաց, ես պետք է գնամ, բայց կգա Մխիթարիչը, ճշմարտության հոգին, նա կհիշեցնի ձեզ։ Ես շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց դուք չեք կարող տանել։ Եվ դրա համար, դրանից մի քանի օր անց ձեր հիշողությունը դավաճանում է, դուք չեք կարողանում հիշել, թե հատկապես ինչ եք լսել։ Եվ դրա համար դուք գիտակցում եք, թե որքան փխրուն ենք մենք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ այս մարմինը քայքայվում է այսքան հիբրիդային սննդից եւ ամեն տեսակ բաներից, եւ այսպիսի ճնշում կա այս ժամանակաշրջանում, եւ դիվային ուժերը բաց են թողնված անդունդից, ճնշման ոգիները հարձակվում են հավատացյալների վրա, փորձելով կանգնեցնել ձեզ եւ խանգարել ձեզ, որտեւ նա գիտի, որ Աստված այնտեղ ունի ընտրյալ սերմ, որին նա նախապատրաստում է հափշտակության համար։ Եվ նրա որ զորությունն ու փառքը բացահայտվելու է եւ ցուցադրվելու են այս մարդկանց միջոցով։ Իսկ սատանան նա ուզում է կանգնեցնել նրանց ամեն գնով, եթե կարողանա։ Ահա թե ինչու ենք մենք աղոթում հայտնության համար, մենք խնդրում ենք Աստծուն մեզ հասկացողություն տալ։ Եվ այսպես Մատթեոս 24:32 խոսքը Հիսուսը նրանց հերթականությամբ ցույց էր տալիս վերջին ժամանակի նշանները, ապա 32-րդ խոսքում նա ասաց. «Թզենուց սովորեք առակը, երբ նրա ճյուղերն արդեն կակղում են եւ տերևները դուրս են գալիս, գիտեք, որ ամառը մոտ է։ Այսպես էլ երբ տեսնեք այս բոլորը, իմացեք, որ մոտ է դռների շեմին»։ Բոլորս Աստվածաշնչին հավատացողներս գիտենք, որ թզենին առակ է, տեսեք, նա ասաց, թզենուց սովորեք առակը, այն խոսում է Իսրայելի մասին, իսկ Իսրայելը Աստծո ժամացույցն է։ Ուստի երբ դուք ճանաչում եք թզենին եւ նայում եք Իսրայելին, եղբայր Բրանհամն ասաց, դուք ուզում եք իմանալ շաբաթվա օրը, նայեք օրացույցին։ Նա ասաց, եթե ուզում եք իմանալ, թե որ ժամանակում եք ապրում, նայեք Իսրայելին։ Եվ այսպես Հիսուսն այստեղ շարադրում է նրանց, ճշմարիտ եմ ասում ձեզ։ Թզենուց սովորեք առակը, երբ նրա ճյուղերն արդեն կակղում են եւ տերևները դուրս են գալիս, գիտեք, որ ամառը մոտ է, այստեղ նա ցույց տվեց նրանց մի բան, նաեւ բնական թզենու մասին։ Երբ նրա ճյուղերը արդեն կակում են եւ տերևները դուրս են գալիս, գիտեք, որ ամառը մոտ է, այնպես էլ երբ տեսնեք այս բոլորը, իմացեք, որ մոտ է դռների շեմին։ Չէ՞ որ գիտեք, ծառն անցնում է տարբեր փուլեր, մի փուլը տերևներն են, հաջորդ փուլում այն սկսում է բողբոջել եւ ծաղկել, հաջորդ փուլում այն սկսում է պտուղ տալ։ Երբ հայտնվում են տերևները, դա մի փուլ է, երբ հայտնվում են բողբոջները, դա նշանակում է, որ շուտով պտուղներ կլինեն, եւ որոշ ժամանակ անց դուք տեսնում եք, թե ինչպես են ծառի վրա հայտնվում պտուղներ, եւ այսպես, երբ դուք նայում եք Իսրայելին, իսկ նրա մասին խոսվում է որպես թզենու, նա ասաց, դուք գիտեք, որ ամառը մոտ է, այն տերևներ է արձակում եւ դուք գիտեք դա, այնպես էլ երբ տեսնեք այս բոլորը, իմացեք, որ մոտ է դռների շեմին։ Այն ամենը, ինչի մասին նա ավելի վաղ խոսում էր Մատթեոս 24-ում,
Երկրաշարժեր տարբեր վայրերում համաճարակ, սով, գիտեք։ Այս ամենը դուք կտեսնեք որպես վերջին ժամանակի նշաններ, նշաններ երկնքում, նշաններ երկրի վրա։ Եվ մենք բոլորս ծանոթ ենք սրան։ Բայց այստեղ նշանը, որ նա տվեց, նրանց վերաբերում էր թզենուն, նա ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, չի անցնի այս սերունդը, նա ով տեսնում է, թե ինչպես է թզենին բողբոջում, մինչև որ այս բոլորը չլինի։ Երկինք ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Եվ այսպես նա այստեղ նրանց տվեց այս մարգարեությունը, որ այն սերունդը, որը կտեսնի թզենին, չէ որ Իսրայելը ցրված էր ազգերով մեկ, նրանք գերի էին տարվել Բաբելոն, դու գիտեք Երեմիայի օրոք, հետո նրանք վերադարձան 70 տարի անց։ Այն ժամանակ նրանք եկան եւ վերականգնեցին տաճարը, ինչպես գիտեք, իսկ հետո Նեեմիան, Եզրասը եւ մյուսները Զորաբաբելը վերականգնեցին տաճարը։ Այսպիսով դա Նաբուգոդոնոսորի կողմից ավերված տաճարի վերականգնումն էր։ Նաբուգոդոնոսորը, ինչպես գիտեք, այրել էր քաղաքը, նա Դանիելին եւ Եզեկիելին եւ նրանց բոլորին տարավ Բաբելոն։ Սեդրաքը, Միսաքը, այս բոլոր մարդիկ որպես գերիներ գնացին Բաբելոն, բայց 70 տարի անց նրանք վերադարձան, որովհետև Աստված խոստացել էր նրանց 70 տարի անց դուք կվերադառնաք ձեր երկիրը։ Այնուհետև նրանք եկան եւ սկսեցին նորից կառուցել, վերականգնել տաճարը։ Իսկ Հիսուսը ասաց նրանց Ղուկաս 21-ում, նա ասաց. Երբ տեսնեք Երուսաղեմը հեթանոսներից ոտնակոխ եղած, նա ասաց տեսեք, երբ տեսնեք, որ զորքեր են եկել հռոմեական տերությունը, թող ձեր փախուստը ձմռանը կամ շաբաթ օրը չլինի, նա լալիս էր քաղաքի վրա, օ Երուսաղեմ, Երուսաղեմ, քանի անգամ կամեցա հավաքել ձեզ, ինչպես հավն է հավաքում իր ճտերին։ Եվ երբ նա ասաց նրանց տաճարում քարի վրա չի մնա, դա Դանիելի մարգարեությունն էր, կգա առաջնորդի ժողովուրդը եւ սրբարանը կկործանվի ջրհեղեղից։ Եվ այսպես այս մարգարեությունները պետք է իրականանային եւ դրանք իրականացան հռոմեացի զորավար Տիտոսի օրոք, երբ նա եկավ, հասկանում եք։ Եվ նաեւ դա հրեաների համար ուղիչ պատիժ էր։ Եվ Աստված թույլ տվեց, որ նրանց երկրորդ անգամ վտարեն քաղաքից, Երուսաղեմը այրվեց ու ավերվեց երկրորդ անգամ, եւ այն ժամանակ նրանք վտարվեցին իրենց երկրից ու ցրվեցին ազգերով մեկ։ Իսկ հետո 1946 թվականին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրանք սկսեցին աղաղակել հայրենիք վերադառնալու մասին, 1948 թվականին նրանք դարձան պետություն։ Դավթի վեցաթև աստղը երկրի վրայի ամենահին դրոշն է։ Այդ վեցաթև աստղը, բոլորից ամենահին դրոշը, այսօր ծածանվում է Երուսաղեմի վրա, որպեսզի ցույց տա, որ դեռևս Դավթի ժամանակներում, այսինքն Քրիստոսից 800 տարի առաջ, այս դրոշը, այս վեցաթև աստղը դա Դավթի աստղն է։ Իսկ դու գիտեք, որ Հիսուսը Դավթի որդին է, հոգևոր իմաստով։ Եվ այսպես հիմա տեսեք, մենք նայում ենք այն նշանին, որը նա տալիս է Իսրայելի թզենու վերաբերյալ, եւ այն սերունդը, որը կտեսնի, չի անցնի մինչև այս ամենը չկատարվի, չէ՞ որ մեր ժամանակներում նրանք վերադարձել են արդեն երրորդ անգամ։ Նրանք երկու անգամ վտարվել էին եւ տաճարը կործանվել էր, եւ հետո նրանք այս անգամ վերադարձան եւ նրանք ուզում են կառուցել երրորդ տաճարը։
Դու գիտեք այս ամենը, այնպես որ երբ նրանք ուզում են կառուցել այս երրորդ տաճարը, այս անգամ նրանք չեն վտարվի։ Այս անգամ նրանք կվերադառնան տեսնելու Մեսիային։ Ճիշտ այնպես, ինչպես Հովսեփը հայտնվեց իր եղբայրներին սովի ժամանակ, եւ երբ նրանք եկան, Հովսեփը ճանաչեց նրանց, բայց նրանք չճանաչեցին Հովսեփին, ապա Հովսեփն ուղարկեց Պալատ իր կնոջը Հասանեթին, հարսի նախատիպին, եւ հետո Հովսեփը բացահայտվեց իր եղբայրներին։ Այս մարգարեությունները կան Զաքարիայի մեջ 12-րդ գլխում եւ այլն, այնտեղ ասվում է, որտեղից ստացար այս վերքերը իմ բարեկամների տանը, հասկանում եք, եւ նրանք լաց կլինեն ու կսկան։ Մովսեսի ու Եղիայի քարոզը կարթնացնի նրանց, որպեսզի նրանք գիտակցեն, որ մերժել են ճշմարիտ փրկագնումը։ Նրանք իրենց նախնիները մերժեցին եւ նրանք կտրվեցին ու դրա համար նրանք վերապրեցին այդքան աղետներ, բայց հիմա շնորհքը, Աստված շնորհքով խոստացել է նրանց 77-նյակներ, շաբաթներ, մարգարեական 7-նյակներ եւ 69.5-ն իրականացել են այդ կես յոթնյակի մեջ 1260 օր, 42 ամիս, 3.5 տարի, տեսնում եք, սա տարբեր կերպ է հիշատակվում Աստվածաշնչում, որտեղ 3.5 տարին յոթնյակի կեսն է, յոթնյակը 7 տարի է, մարգարեական յոթնյակ, եւ նրանք կունենան երկու մարգարե, Մովսեսն ու Եղիան, որոնք կբերեն նրանց ուղերձը, այն նույն ուղերձը, որը ստացանք մենք, եւ այսպես ուշադրություն դարձեք, մենք ունեցել ենք Մովսես ու Եղիա։ Մարգարեին ասվել էր, ինչպես Մովսեսին տրվեց երկու նշան, այնպես էլ քեզ է տրվել երկու նշան, ինչպես Մովսեսն ուներ կրակեսյունը եւ ամպեսյունը, այնպես էլ նա ուներ կրակեսյունը, ինչպես Մովսեսն արարում էր խոսքով, այնպես էլ նա արարում էր խոսքով, ինչպես Մովսեսը փրկեց ժողովրդին եգիպտացիների ձեռքից, հեթանոսների ձեռքից, որոնք խաբել էին նրանց ու պահում էին նրանց ստրկության մեջ եւ նրանց ստրուկներ էին դարձրել։ Այնպես էլ հռոմեական իշխանությունը նույնը կանի նրանց հետ, բայց Մովսեսը կգա եւ դուրս կանի նրանց, եւ այս Հեզաբելի համակարգը ճիշտ այնպես, ինչպես նրանք վարվեցին հրեաների հետ Եղիայի ժամանակներում, Եղիայի եւ Մովսեսի, Եղիան պատրաստվում է նրանց խլել Հեզաբելի ձեռքից։ Եվ այսպես, երբ մենք նայում ենք, մենք տեսնում ենք, որ այս ամենը կկրկնվի Իսրայելի որդիների մեջ 70-րդ յոթնյակի վերջի կեսին, Հայտնություն 11-ում ասվում է, որ նրանք փակեն երկինքը, որովհետև այդպես վարվեց Եղիան, 3.5 տարի անձրև չեկավ, եւ այս 3.5 տարիների ընթացքում անձրև չի գա, նաեւ ասվում է, եւ ջուրը արյուն կդառնա, ճիշտ այդպես վարվեց Մովսեսը, երբ փրկում էր նրանց եգիպտացիների ձեռքից, այնպես որ այս պատմությունը կկրկնվի, այնպես որ հիանալի է, երբ չէ որ մենք գիտենք այս սկզբունքը Աստվածաշնչից, որ պատմությունը կրկնվում է։ Եվ ահա, հիմա մեզ մոտ դա տեղի է ունենում հոգևոր իմաստով, նրանք ունենան Մովսեսին ու Եղիային տարածի իմաստով, բայց մենք ունեցանք մեկին, մի մարդու Ուիլյամ Բրանհամ անունով, բայց նա ուներ այդ ծառայությունները, նա ուներ Մովսեսի հոգին, Եղիայի հոգին եւ Քրիստոսի հոգին։ Նա ուներ այս երեք օծությունները։ Դուք կգտնեք դա Հիսուս Քրիստոսի հայտնությունը քարոզի մեջ, որը նա ասել է 1960 թվականի դեկտեմբերին։ Եվ քույրը այնտեղ կանգնեց, մարգարեն հղում էր անում նրան, Աննա Շրեյդերը Շրիֆպորտի հավաքույթում, նա այնպես էր օսված հոգով, որ արտասանեց Եղիայի, Մովսեսի եւ Քրիստոսի հոգին այս շենքի մեջ է։ Եվ այնտեղ էր մարգարեն, նա ուներ Եղիայի հոգին, Մովսեսի հոգին եւ Քրիստոսի հոգին, որտեղ նա ուներ նաեւ մարդու որդու ծառայությունը, այսինքն Հիսուս Քրիստոսի ծառայությունը, նա ուներ Մեսիայի նշանը։ Ահա թե ինչու, երբ մենք կարող ենք այսպես նստել ու վերլուծել որոշ բաներ,
Եվ կարծես հաղորդակցություն ունենալ ձեզ հետ, եւ դուք ձեր տներում եք, դուք կարող եք նստել եւ լսել, եւ մենք խոսում ենք, եւ երիտասարդությունը կարող է սրանից որոշ բաներ որսալ, իսկ ծնողները երբեմն գիտեք, նրանք գուցե չունենան սովորեցնելու պարգև, բայց նրանց բավական է այն, ինչ նրանք տեսնում են իրենց համար։ Եվ հետո այն, ինչ նրանք ընկալում են, նրանք կարող են պարզաբանել նաև իրենց երեխաներին համար, նրանք կարող են հավաքվել միասին ուսումնասիրել Սուրբ Գիրքը եւ Աստված կօրհնի նրանց, եւ գիտեք, սա կախված չէ միայն հովվից, ճշմարտության հոգին ուսուցիչն է, Սուրբ Հոգին ուսուցիչն է, հենց նա է գալիս, որպեսզի առաջնորդի ձեզ եւ ուղղորդի դեպի ամեն ճշմարտություն, ուստի երբ ճշմարտության հոգին գալիս է ձեր տուն, հովիվը երբեմն չի կարող գալ ձեր տուն, նա չի կարող լինել այնտեղ, որտեղ դուք եք որոշակի ժամանակ, բայց դուք կարող եք լինել ձեր այգում եւ ճշմարտության հոգին կգա ձեզ մոտ, դուք կարող եք ճաշել կամ փոքրիկ ընդմիջում անել, նստել ծառի տակ եւ կարդալ Աստվածաշունչը եւ ճշմարտության հոգին կգա հենց այնտեղ։